Ողջույն սիրելիներս, այսօրվա ուտեստը, որ պատրաստում ենք, կարևոր բաղադրիչները հենց խորոված բանջարեղենն են։ Հիմա կխորովենք բանջարեղենը եւ կանցնենք ընթացքին։ Բանջարեղենը խորովելուց հետո խորովեցին եգիպտացորենը եւ նաեւ միսը, բայց ասեմ, որ մսից ավելի շուտ սեղանից անհետանում է հենց այս ուտեստը բոլորիս շատ հայտնի ու սիրելի խորոված բանջարեղենը տապակած։ Ահա արդեն իսկ մանր կտրտել եմ։ Հիմա տաքացնում ենք թավան, ավելացնում ենք մի փոքր կարագ, կարող եք մի փոքր էլ բուսայուղ ավելացնել, ես երկուսը միասին ավելացնում եմ եւ հիմա կավելացնեմ 50 գրամ սոխ։ Սոխը մի փոքր կտապակենք, կարող եք ավելի շատ կարմրացնել, այս դեպքում ավելի քիչ եմ կարմրացնում եւ ավելացնում եմ խորոված բանջարեղենը։ Գիտեմ, որ շատերդ եք պատրաստում, ուղղակի ցանկացա այսօր իմ պատրաստման ձևով կիսվել ձեր հետ։ Հիմա կխառնենք, խառնելուց հետո պետք է անպայման կափարիչը դնենք եւ ծածկենք, կմնա մի քանի րոպե։ Քանի որ նախապես բանջարեղենը եփված է, երկար չենք եփելու, այդ մի քանի րոպեն էլ բավական է, այնքան է եռում է եւ մեր համեղ ուտեստը արդեն իսկ պատրաստ է։ Մնում է ավելացնենք կանաչիները, իմ մոտ համեմ է մաղադանոս եւ սամիտ, եթե ձեռքի տակ ունեք ռեհան, ապա այնպայման ավելացրեք նաեւ ռեհան, ուղղակի ես ձեռքի տակ չունեի ռեհան, դրա համար առանց ռեհանի եմ պատրաստել, բայց շատ յուրահատուկ բույր ու համ է տալիս ռեհանը։ Կարող եք ուղղակի չտապակել, բայց ես տապակած եմ սիրում, վերջում էլ ավելացնում ենք աղ ըստ ճաշակի։ Կարող եք ուղղակի սոխը թարմ կտրտել եւ այսպես կարագով չպատրաստել։ Այդ տարբերակով էլ շատ համեղ է ստացվում, ուղղակի ես նախընտրում եմ հենց այս տարբերակը։ Մեկնաբանություններում գրեք արդյոք դուք եք այսպես տապակած սիրում, թե ուղղակի աղցանի նման սառը վիճակով եք համտեսում։ Սիրելիներս, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվել ալիքին եւ թողնել մեկնաբանություն։ Շնորհակալություն նաեւ ձեր դիտումների, լայքերի եւ մեկնաբանությունների համար։ Ցտեսություն, կհանդիպենք նոր եւ համեղ բաղադրատոմսերով։